Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Հրավերի համար շնորհակալ եմ։ Խոսենք ազգային ժողովում տեղի ունեցած վեճից, Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացավ, նա բղավում էր ձեր վրա, վիրավորեց ձեզ, ընդդիմությանը նկատի ունեմ, համբալներ անվանեց, սպառնաց, որ ԱԱԾ պատվաներ է գցելու եւ ասաց, եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեր, արդեն իսկ այնտեղ պետք է լինեիք։ Ինչով է պայմանավորված այդ լարվածությունը Փաշինյանի։ Չասեմ, ոչ ադեկվատ անձնավորություն է, գաղտնիք չի, որ ամեն անգամ երբ որ իր կոռուպցիոն սկանդալների մասին խոսք է գնում է ցնցումների մեջ, ինքնատիրապետումը գործնում է եւ սկսում է անհասկանալ խոսել բառերի ինչ որ բառապաշարներ օգտագործում, բառերը անհոդաբաշ միտք է արտահայտում եւ սկսում է այսպես ասած իր այսպես ցնցումների եւ էմոցիոնալ շարժումների այդ չգիտեմ շքերթ ասեմ ինչ ասեմ եւ դրանից հետո հայտնի process-ն է կատարվում, երբ որ արդեն չի կարողանում ինքն իրեն տիրապետի, օգտագործում է հատուկ միջոցներ։ Իսկ ինչու էր զայրացրել այդ հարցը, մասնավորապես ասում եմ, եթե դուք մամուլին եք մեջբերում, նախ իմացեք, որ այդքան բանը որ գիտեք, արդեն իսկ սա խոսում այն մասին, որ բաց է ամեն ինչ, եւ ասում է ձեզանից առաջ ես գիտեմ, անվտանգության խորհրդի քարտուղարը ամեն ամիս ինձ տեղեկացնում է այդ խնդիրների մասին, այնպես չէ որ նորություն եք ասում։ Հրապարակումների մասին է խոսքը, որ հետքը հրապարակել է նույն Անիֆի գործով, էլի այլ գործերով, նույն քաղաքապետարանի չարաշահումների գործով, այսինքն տարբեր գործերով կան մանրամասն ներկայացրած փաստեր, որոնք որ ոչ միայն պետք է արժանանան իշխանության ուշադրությանը, այլ պետք է հաջորդ օրը քրեական գործեր հարուցվեն, բայց բանից պարզվում է, որ օրինակ 25 միլիոնը ինչ թիվ է 25 միլիոնը Նիկոլ Փաշինյանի համար, գործող իշխանության համար 25 միլիոն ինչ թիվ է, այսինքն 25 միլիոն մսխվել է պետությունից, ոչ մի մեղավոր չկա։ Ասում ես, այդ հարցով մի քանի տարի է անցել, մի հատ մեղադրյալ կա, մեկը կա որ մեղադրյալ է, ասում է դե դուք այսպես այնպես այդ ասես տեղյակ եմ այդ ասենք ավելի վատ որ տեղյակ է ավելի վատ որ տեղյակ է ոչ մի քայլ չի ձեռնարկում դե ասում եմ ես պետք է քայլ ձեռնարկեմ իրավապահ համակարգը մի քիչ խայտարակ արտահայտություն էլ ասեց ես ժամանակ ունեմ ասեց նայեմ ինչա ինչ չի ով ումի ինչա գողացել պետբյուջեից ինչքան գումար են վատնել այսինքն մարդը ժամանակ ունի հեծանիվ քշի մարդը ժամանակ ունի ուտել խմելու մարդը ժամանակ ունի փարթիներ անելու կրթվելը նորաձև է շրջանակներում ստեղ ընդեղ թրև գալու եւ ժամանակ չունի նայ տեսնի լա իր մերձավոր շրջապատը ինչ ունեցվածքա կուտակում ինչ միանձից ինչքան գնումներ է տեղի ունենում ինչ կոռուպցիոն սխեմաներ է գործում որ մի քիչ ցանկություն եւ տրամադրվածություն եւ բարոյականություն ունենար, թուղթ ու գրիչը կաներ, սկսեր հերթով գրելը, ով ինչ է ասել, ընդդիմադիր падգամավորներից, ով ինչ խնդիր է բարձրացրել եւ գնար դրա հետևից։ Ասում եմ, ով խոսի կոռուպցիայից, դուք չպետք է խոսեք այդ մասին։ Ինչի՞։ Որովհետեւ դուք եք հենց կոռուպցիայի մեջ թաղված, դե այդպես նա նույնիսկ մղալու է ասածներն է ճիշտ, կամ որ ասածներն է միջև հիմա մի բան ասեք, որ ինքը ասել է ու ճիշտ է դուրս եկել։ Դե մի հատ մի բան ասի էլի։ Տնտեսությունից սկսած մինչև անվտանգություն, ես չգիտեմ ինչ, այդ մարդը ստերի շարանա, որ սենց իրար հետևից բան է, ասի, որ կոռուպցիայի դեմ պայքարում է։ Մի հատ դատարանով գործ կա, որ հասել է վերջնական վճռի արժանացի եւ կարա հիմա ասի իր ուրեմն այսպես գործունեության կուլմինացիան գլուխգործոցը դա Range Rover-ն է հայտնի դա լով է տվել, խիա տվել, ինչի է տվել հայտնի չի այդ մեծ խոսալով չի խու դե բայց քրական գործը բայց ապարիկով փոշեկուլ ու հերոստացույց էին առնում իր շրջապատը այդ ոնց եղավ որ սկսեցին տներ առնել վիլաներ առնել թանկանոց մեքենաներ քշել, չգիտեմ, տարբեր բիզնես ոլորտներում սենց սերտ աճել, հիմա էլ դուրս է գալիս, որ իրենք սենց թափանցիկ են աշխատում, կոռումպացվածը չեն, իրանք բան են, ասենք կոռուպցիա հետ բերողն են, միլիարդավոր դոլարներ է մսխվել Հայաստանի բյուջեից, այդ որտեղ է գնացել այդ գումարները Ով է ում գրպանն է գնացել այդ գումարները։ Խինք չի տեսնում, որ իր շրջապատը ինչքան է հարստացել։
Է չի տենում իր կողքի մարդիկ ինչ գույքեր են ձեռք բերել։ Չի տեսնում այդ ամեն ինչը։ Լավ էլ տեսնում է, բայց իրան պետքա քրեական գործեր իր մոտ լինի, որ վերջում ով որ անհնազանդ լինի, ոնց որ Հովիկ Աղազարյանի գործով էր, հենց իրան մի հատ դեմ խոսքա գնում, քրեական գործը պատրաստ է։ Կոռուպցիաներ է, չգիտեմ, հոմոսեքսուալ է, էսա, այն ինչ ասես ասում է։ Ինչ ասես ասում է։ Մարդու նվաստացնում է մտնում հեռախոսի մեջ անձնական բնույթի ուրեմն բաներն էլ նամակագրություններն էլ սարքում ամբողջ ԿՊ-ի ուրեմն բանը քննարկման եւ բանի առարկան, բանավեճի առարկան։ Նստում իրանց քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նստում քննարկում են թե ով ու ինչ SMS է ուղարկել։ Էլ ինչ ասես, եթե ինքը բարձրակույն դատական մարմնի ղեկավարին, ԲԴԽ նախագահին SMS-ը ուղարկում գործից հանում, եթե ինքը քննչականի պետին SMS-ը ուղարկում հանում, դատախազին նաև անհասկանալի պատճառներով հրահանգներ տալիս, այս գործը արա, այն մի գործը մի արա, դատախազը գալիս իրան զեկուցում է, ու սենց շարունակ, որ մեկը ասես, սա իրավական պետության մասն է խոսում։ Հիմա ասած, որ ընդդիմությանը ԱԾ պատվալներ նախ պետք է լինեիք այնտեղ, եթե հրապարակումներով մամուլի առաջնորդվեր եւ ասած եւ կլինեիք էլ։ Հիմա ինչ է հաջորդել։ Լսեք, նորմալ է, որ երկրի ղեկավարը ընդդիմությանը ասում է, որ ես հենց կանեմ, որ դուք կհայտնվեք ԱԱՑ պատվալներում։ Այսինքն ինքը խոստովանում է, որ ոչ դատական մարմինն է գործում, ոչ ուրեմն իրավապահ մարմիններ է գործում, ստեղ կա մի մարդ, որը որ սաղ որոշումները կայացնում է, ով պիտի բերդում հայտնվի, ում վրա պիտի քրեական գործ հարուցվի, ով պիտի չգիտեմ, նստի, ով պիտի ձերբակալվի, ով պիտի կալանավորվի, ով է ինչ պատասխանատվություն կրելու, քանի տարիով պիտի նստի, ինչ քրեական գործեր պիտի հարուցվեն, սա նորմալ է։ Որևէ մի քաղաքակիրթ երկրում, որևէ մի ուրեմն իրավական պետությունում նման բան դուք լսած եք, որ երկրի ղեկավարը վերդիկտներ կայացնի, երկրի ղեկավարը ցուցումներ տա, իրավապահ համակարգին ինչ անի։ Դա նորմալ է։ Նորմալ է ինչ որ տվյալ երկրի առաջնորդը ասում է ընդդիմադիրների վիզը կկտրեմ։ Նորմալ է այդ։ Դուք համարում եք ադեկվատ եք մարդու։ Չի ասել վիզը կկտրեմ, այսօր բարձաբանում էր պատգամավորներից մեկը քաղաքացիական պայմանագիր խմբակցության, ասել է իմ այստեղն եք հասցրել։ Հա, սենց այստեղ հասնելը սենց բանն է, որ բայց առասարակ այսպես են ցույց տալիս։ Ձերքով ցույց են տալի դա, ասենք այդ ինչ, ասենք գոնե այնքան բարոյականություն ունենան, ասեն այո, տենց բան եղել է, ասել է իր ժեստիկուլյացիայից, իր խոսքից, այդ է կամ իր հաջորդի արտահայտությունները։ Դա քրեական գործի հիմքեր են։ Հիմա դուք ինչ եք կարծում, ինչ է հաջորդելու այս ամեն ինչին։ Ինչ առումով ինչ։ Որը Փաշինյանն ասաց, որ եւ կհայտնվեք ասած պատվալներում։ Լսի, ոչ, լսեք, հարգելի Հերմինե ջան, ոչ իր ասածներից վախեցող կա, ոչ իրենից վախեցող կա, ոչ իր քրեական գործերից վախեցող կա, ում էլ ինչ էլ որ ասել են, մեր ընկերները որ հայտնվել են անազատության մեջ, դուրս են եկել ու ավելի թափով պայքարել են իր դեմ, ոչ մեկին թող չվախեցնի, ոչ մեկից էլ վախեցող չկա, թող իր այդ ստից այդ բազարները որ անում է, ոչ վայել երկրի ղեկավարին, վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը հենց ձև բառապաշարով է խոսում, որ ամոթ եւ անհարմար է զգում, որ երկրի ղեկը նման անադեկվատ մարդու ձեռքերում է գտնվում։ Ով է միջև հիմա վախեցել։ Այդ որ կեղծ քրեական գործեր են հարուցել, այդ ընդդիմությունից ով է դրանից հետո վախեցել, ասել վայ վախեցանք, բան կեղծ շինծու գործեր ես հարուցել, էլ չպիտի խոսանք, էլ չպիտի արտահայտվենք։ Իսկ միգուցե ավելի կոշտ միջոցներ սկսվեն արդեն, որովհետև ընտրություններ են եւ Փաշինյանը պետք է իսկապես արդյունք ցույց տա։ Որից եմ կրկնում, չի բացառվում, սա ավտորիտար պետություն է եւ ավտորիտար պետությանը բնորոշ, հնարավոր է, որ ինքը հանձնարարի, որ քրեական գործեր հարուցեն, հնարավոր է նաեւ փորձի նաեւ մեզ անազատության մեջ պահի, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ինչ դրանից ինչ պիտի մենք կաշկանդվենք, վախենանք, զիջենք կամ չգիտեմ, ասենք էլ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, չենք պայքարում իշխանափոխության
համար, ասենք բան անենք, նստենք եւ process-ներին հետևենք, կրկնում եմ, իրենից վախեցող չենք վախենում, ավելի մեծ թափով ու ավելի մեծ ուժերով պայքարելու ենք երկրում տիրող իրավիճակի, այս խայտառակ իրավիճակը բեկելու համար։ Սա արդեն վերջն է, այս մարդը արդեն երկիրը մի օր էլ ղեկավարելու, ուրեմն պետք է հնարավորությունից զրկենք, որովհետեւ ամեն օրը այս երկրի, այս պետության համար ծանր է նստում։ Այսօր քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյան հրապարակում էր արել, որ գլխավոր դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձել եւ այնտեղ նշված էր գույքի չափերը։ Ինչ կասեք այս առումով։ Նախ Արթուր Հովհաննիսյանի ես մեկնաբանելու իր ասածները այսօր քննության ենթարկելու կարիքն ու անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Իրենք ինչպես որ միշտ զբաղվել են իրենց թիրախը Ռոբերտ Քոչարյանն ա եղել, իրենց իշխանության իսկ առաջին օրվանից գիտեք որ հետապնդում է իրականացվել երկրորդ նախագահի նկատմամբ, իր ընտանիքի նկատմամբ, Լևոն Քոչարյանի նկատմամբ, իրենք վախենում են Ռոբերտ Քոչարյանին, որ գա իշխանության, որովհետև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու դեպքում իրենք կրելու են իրենց յուրաքանչյուրը կրելու է իր բաժին պատասխանատվությունը եւ իրենք այն իրենց հանցանքների համար պատասխան են տալու Արցախը հանձնելու համար, պատասխան են տալու երկրում տիրող իրավիճակի համար, պատասխան են տալու այն կոռուպցիոն դեպքերին, որը որ փաստացի արձանագրված է եւ նաեւ պատասխան են տալու հայրենահանձնման համար։ Իրենք հայրենիք են հանձնել, իրենք պետություն են հանձնել մի երկիր, որը որ 30 տարուց ավել շենացրել են, մի երկիր, որը որ ունեցել է կառույցներ, ղեկավար, մարմիններ, այսօր այդ պետությունը, այդ երկիրը Արցախի մասն է խոսքը, սկյուտեղի վրա հանձնել են թշնամուն, հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքներից են հանձնում կատարում, Տավուշից են հանձնում, Սյունիքից են հանձնում, Գեղարքունիքից են հանձնում, հիմա գնում է մի գործընթաց, որը որ ադրբեջանցիներին են հեսա բերելու բնակեցնեն այստեղ, տեսնում ենք անկախության հռչակագրի դեմ այս պայքարը որ կա, որ ուզում են ամեն կերպ անկախության հռչակագրից հրաժարվել, սահմանադրությունից հրաժարվել, ամեն կերպ քծնել թուրքերին եւ ադրբեջանցիներին եւ իրենք գիտեն, որ դրա համար իրենց պատասխանատվության ժամը գալու է եւ դրա համար այդ ջղաձգումները եւ այս ամեն ինչը արվում է հենց դրա համար։ Հիմա դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը ռեալ շանսեր ունի վերընտրվելու 2026 թվականին։ Ռոբերտ Քոչարյանը այն քաղաքական գործիչն է, որը որ նախորդ ընտրությունների ժամանակ առաջնորդելով Հայաստան դաշինքը երկրորդ տեղն է զբաղեցրել 100,000-ավոր մարդիկ քվեն տվել Հայաստան դաշինքին իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ այսօր էլ թե սոցիոլոգիական հարցումներով, թե նաեւ ժողովրդի հետ շփումների ժամանակ պարզա, որ Ռոբերտ Քոչարյանը ունի շատ բարձր շանսեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը լինելու, այսինքն դա բարձ եւ ակնհայտ է եւ իրենց ջղաձգումները։ Դե դաշնակցությունը օգնեց այդ հարցում, հիմա եւս կաջակցի դաշնակցությունը։ Դե դաշնակցությունը այս պահին որոշում։ Եվ խմբակցությունում էլ մեծ մասը դաշնակցականներ։ Դե իհարկե դաշնակցությունն էլ է աջակցել, բայց հիմա դաշնակցությունը չունի որոշում, այսինքն այս պահին մենք ընտրությունների հարց չենք քննարկել, որ իմանանք ինչ ձևաչափով ենք մասնակցելու ընտրություններին, դաշինքի կարգավիճակով, առանձին, դրա պատասխանները Պարակտում կա, որովհետև որոշ ժամանակ առաջ, մոտավորապես 1 տարի առաջ շատ էր խոսվում այդ մասին, որ հնարավոր է դաշնակցությունը առանձնանա Ռոբերտ Քոչարյանից։ Դաշինքում պարակտում չկա, բայց ինչ ձևաչափով կմասնակցի ընտրության հայհեղափոխական դաշնակցությունը, դա մեկ մարդու որոշելի գործը չի, դա Գերագույն ժողովը որոշում է, թե ինչ ռազմավարություն, ինչ մարտավարություն պետք է ընտրի ընտրություններից առաջ, դա մեր պատվիրակներն են որոշում, եւ դա նորից եմ կրկնում, մեկ մարդու որոշելիք եւ ինչ էլ որ որոշում կայացնի դաշնակցությունը, այդ որոշումով էլ կառաջնորդվեն եւ падգամավորները, որոնք որ ներկայացնում են հայհեղափոխական դաշնակցությունը,
եւ նաեւ այն մարդիկ, որոնք որ հիմա մեր կուսակցության անդամներն են շարքայինից մինչեւ Գերագույն մարմնի անդամ։ Ազգային ժողովում կոռուպցիայի մասին միշտ խոսել եք, քննադատություններ, քննարկումներ եղել են, ինչու այս անգամ Փաշինյանն այդքան զգայուն վերաբերվեց այդ ամեն ինչի, դուք ինչ բացատրություն ունեք, եւ բացի այդ նաեւ նոր-նորքի տաղապետի մասին խոսք բարձրացվեց, թե ինչու են շարունակում պաշտոնավարել եւ սա եւս բարկացրեց շատ Փաշինյանին, ասում է իմ գործը չէ դա եւ այլն։ Ինչ բացատրություն կա։ Գործ է մեկնաբանել իր վարքագիծը, որովհետեւ չես կարող ասել մարդը որ պահից ինչ արձագանք ցույց կտա, առաջի անգամ չէ որ սույն անձը ազգային ժողովում նման ցնցումների մեջ է անկնում։ Ես կարծում եմ որ իրեն էլ են զեկուցում որ ինքը այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, իր վարկանիշը տարբեր սոցիոլոգիական հարցումներով 10%-ի սահմաններում, նման ցածր վարկանիշ ինքը երբեք չի ունեցել, ժողովրդի մեջ կա շատ մեծ անվստահություն, հիասթափություն եւ տեսնում է որ ինքը իր շուրթերով ասում է որ մենք մնացել ենք նույն դասարանում, որ մենք տգետ ենք, որ մենք 7 տարի տգետներով հավաքվել ենք եւ երկիրն ենք կառավարել, սա իր գնահատականն է։ Նույն դասարանում մնացած տգետները չեն կարող երկիրը կառավարել։ Մենք տեսնում ենք որ տարբեր ոլորտներում ձախողումների շքերթ է, ձախողումների հիթ պարադ է։ Ասում են որքան է որ ձախողվել ենք, չես կարող ասես, ժողովուրդը մեզ է։ Չես կարող մի ոլորտ հարգելիս ասես որ այս ոլորտում օրինակ ունեցել են հաջողություններ, որ ոլորտը որ կապրում ես, դա կատարյալ ձախողում է։ Ասում են նույնիսկ այս դեպքում ժողովուրդը մեզ է։ Կրթություն, գիտություն, չգիտեմ, տնտեսություն, անվտանգություն, արտաքին հարաբերություններ, գյուղատնտեսություն, որ ոլորտը որ վերցնես, կատարյալ ձախողում է, եւ կրկնում եմ դրա գնահատականը վառ, այսպես ասած, ցուցիչը դա հենց իր արտաբերած մտքերն են։ Նույն դասարանում մնացած տգետներ։ Բայց նաև ասում են, որ որքան էլ որ մենք չենք հաջողել, միևնույն է, եթե ընտրություն լինի ներկայի եւ նախկինների միջև, ժողովուրդը գնալու է եւ մեզ է ընտրելու։ Իրենք վստահ են, որ 50 գումարազայն ստանալու են ժողովրդից։ Ինձ թվում է ներկաներ ու նախկիներ թեզը այլևս չի աշխատում։ Այն խոսույթը, որ փորձում էր մարդկանց մոլորեցնել, ասելով, որ ինձ տվեք սկզբից ասում էր պողպատյա մանդատ, հետո տվեք մուրջ, հետո տվեք, չգիտեմ, կվալտ տվեք, հետո զնդան տվեք, հետո այս տվեք, այն տվեք, արդեն այդ գործիքակազմերն արդեն վերջացել է, էլ բան չկա, որ ժողովուրդը տա իրան։ Ժողովուրդը սխալվել է, տվել է իրան, եւ հիմա հետևանքները տեսնում ենք, էլ ինչ վիճակի մեջ է։ Եվ այլևս ինքը վստահության լիմիտը սպառել է իր եւ ժողովուրդը շատ լավ հասկանում է որ ինչքան էլ ինքը մանիպուլացնում է, ինչքան էլ որ բանամ ինքը ռեալ տեսնում է, չէ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ինքը ինչ ա ունեցել, տնտեսության վիճակը ոնց ա եղել, անվտանգության վիճակը ոնց ա եղել, երկիրը ոնց ա զարգացել։ Հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ անընդհատ պարտություններ ենք արձանագրում, անընդհատ պարտություններ, ու այս շղթան չի ավարտվում։ Եվ ել եմ ասում, նախկին ներկա թեզը այլևս չի աշխատում եւ ընտրություններն էլ չի աշխատելու։ Դեվ դրա ամենավառ ապացույցը Գյումրիում տեղի ունեցած ընտրություններն էր։ Գյումրիում մեր հայրենակիցները ցույց տվեցին, որ այլևս Նիկոլ Փաշինյանի արդյունքներին չեն հավատում, որ այլևս ինչքան էլ որ փորձեն չնայած փորձեցին կեղծել ընտրությունները, այդտեղ կեղծիքներ եղան, այդտեղ իշխանությունը իր ամբողջ լծակը օգտագործեց, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ԿՊԱ-ականները ներգրաված էին, չգիտեմ, մարզպետներով, նախարարներով, վարչական ռեսուրսով, ամեն ինչով, բայց մենք կարողացանք հավաքական ընդդիմությունը կարողացավ հաղթանակ արձանագրել եւ սա շարաչուն ապտակ էր Նիկոլ Փաշինյանին։ Փարաքյարը շարաչուն ապտակ էր Նիկոլ Փաշինյանին։ Այլևս ասում է դա չափանիշ չէ, չեք կարող մի քանի համայնքով մտածել, որ համապետական ընտրությունների նույն արդյունքների։ Որն է չափանիշը։ Չափանիշն է, որ ինքը փորձի ընտրությունները բացի հայտնի մեթոդներից ուրիշ նոր մեթոդներ կիրառի, ոնց որ ասում են, որ Գյումրիի ընտրություններին օրինակ on-line ինչ որ գումարներ են ըստ օդում կախված լուրերի on-line գումարներ են հաշիվների նստացրել եւ
այլը եւ այսպես շարունակ։ Հիմա ո՞րն է ասենք դրա չափանիշը։ Ես նորից եմ կրկնում, այնց չի որ ես հիացած եմ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններից, այդ ընտրությունները ինձ համար ընտրությունների գնալը Նիկոլ Փաշինյանի հետ բավականին խնդրահարույց է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես տենց իշխանությունը տվող չի, եւ մենք պետք է նաեւ դա հաշվի առնենք, բայց համենայն դեպս ես ուզում եմ հետեւյալը ասել, որ եթե process-ների արդյունքում հնարավոր չի լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, բնականաբար, եթե հասնի ընտրություններին, ապա ցանկացած կուսակցություն եւ քաղաքական միավոր պետքա պատրաստ լինի ամեն պահին ընտրությունների։ Իսկ ինչու՞ չեք միանում Նիկոլ Փաշինյանին ամուսնահայտություն հայտնելու ազգային ժողովում ծավալվող գործընթացներին։ Ինչ գործընթացա ծավալվելու։ Իմպիչմենտի գործընթաց։ Ինչ գործընթաց։ Դե պատիվ ունեմ խմբակցությունը արդեն իսկ 6 падգամավորող ստորագրել է, որ մենք էլ չենք միացել։ Ասում են միացեք, որ կարողանանք երկու ձայներ ունենալ։ Միացած ենք, էլ ոնց միանանք։ Ասել ենք հայտարարել։ Չէ, բայց դուք պահանջ եք ներկայացրել, նախապայմաններ եք դրել, ասել եք միջև դուք 8 պատգամավոր չունենաք։ Հայտարարել ենք, ասել ենք, որ ինչ նախադրյալներ պետքա լինի, որ գործընթացը ավելի արդյունավետ լինի։ Հիմա էլ կրկնում ենք, պետքա մի քանի հանգամանք կա, որ այդ հանգամանքները հաշվի առնելով պետք է այնպես անենք, որ իմպիչմենտի գործընթացը ոչ թե լինի այնքան որ անելու համար, այլ արդյունավետ լինի, դրա համար դրա տակը պետք է լինեն հաշվարկներ, դրա տակը պետք է լինի ճանապարհային քարտեզ, նաև պետք է Դե միգուցե քննարկեք լինի դրա հետ նաև պետք է լինի նաև վարչապետի թեկնածու, նաև դերակատար, ով ինչ դերակատարություն պետք է ունենա, որ կուսակցությունը ինչ պետք է անի, տնային աշխատանք պետք է արվի, այդ ամեն ինչը ունեց չէ՞ էլի որ մի օրվա, մի ժամվա գործ է։ Այդ ամեն ինչ պետք է լինի, ես նաև ձեր եթերից, նաև իմ առաջվա եթերներից միշտ նրա կողմնակից եմ եղել, որ ընդդիմությունը հնարավորինս պետք է միասնական ուժերով եւ միասնական ջանքերով կարողանա այս մարտահրավերները հաղթահարել եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը մեկ անձի, մեկ կուսակցության, մեկ քաղաքական միավորի տանելիք բեր չէ, որովհետև դա բավականին դժվար եւ պատասխանատու աշխատանք է եւ դա ենթադրում է, որ դերակատարները պետքա շատ մանրակրկիտ եւ այսպես ասած շատ մեծ նվիրումով մասնակցեն այդ գործընթացին եւ ես եւ իմ գործընկերները այս տարիների ընթացքում ցույց են տվել, որ մենք պատրաստ ենք ներգրավել, պատրաստ ենք մեզնից կախված առավելագույնը անել, թե փողոցում, թե խորհրդարանում, կարծում եմ դրանով ոչ մեկ չի կասկածում։ Դե ասում եթե այդպես է, եկեք միաբանվենք ազգային ժողովում իմպիչմենտ հայտ։ Նորից եմ կրկնում, մենք հայտարարություն ենք տարածել, մենք մեր պատրաստականությունը հայտնել ենք։ Բայց դուք պայմաններ եք առաջ քաշել։ Բայց մենք նաև ռիսկերը կառավարելու եւ հնարավորինս արդյունավետ դարձնելու խնդիր ունենք եւ դա նորմալ եւ տրամաբանական է։ Ինչ ռիսկեր եք տեսնում։ Մենք ռիսկեր ենք տեսնում, որ օրինակ եթե մենք առանց փողոցը գեներացնելու, առանց այդ ճանապարհային քարտեզը որոշելու, առանց մարդկային ռեսուրսներ եւ այլ ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունը ավելի պակաս է լինում, եթե մենք չենք կարողանում քաղաքացիական, պարզ է, չէ՞ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից պետքա միանան իմպիչմենտի գործընթացին։ Եվ դա կարա տեղի ունենա, ըստ մեզ, կարա տեղի ունենա ճնշման միջոցով, այսինքն Հայաստանի Հանրապետությունը պետք է ստեղծվի երկիշխանություն։ Երկիշխանությունը իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները։ Դու պետք է փողոցում թելադրողը լինես, դու պետք է այնպես անես, որ իշխանությունները քեզ հետ հաշվի նստեն, դու պետք է կարողանաս ուրեմն այնպես անես, որ քու որոշումների արդյունքում, օրինակ, այս փողոցը բացվի, այս մասնաշենքի, այսինքն այդտեղ բազմաթիվ ստորջրյա քարեր կան, որ ես այս եթերից չի ուզենամ մանրամասը բացատրել։ Մենք նաև այս ամեն ինչի միջով անցնելով, նաև հասկանում ենք այն խնդիրներն ու այն խոչընդոտները, որը որ մինչև այս խանգարել է, որպեսզի դա տեղի ունենա։ Այսինքն մենք մեջից գիտենք այդ խնդիրները։ Այսինքն դուք կարծում եք փողոցային պայքար չկա, չի հաջողելու։ Դուք դա եք կարծում։ Կարծում եք, որ եթե ճնշում չլինի, եթե սովորական իրավիճակ լինի,
ԿՊ падգամավորները իրենց մեկը մյուսին հերթ չտալով, իրենց կուրծքը պատրելով գալու են ասեն, մենք միանում ենք Նիկոլ Փաշինյանին impeachment հայտնելու գործընթացին, տենց եք կարծում։ Իսկ ով է խանգարում, որ այդ փողոցային պայքարը ծավալվի։ Դե ես դրա համար եմ ասում, քիչ առաջ ինչ է ասում հարգելի Հերմինե։ Պետք է ամեն մեկի դերակատարությունը պատկերացնի։ Ինքը ինչա կարողանում անել, խոսքով չէ, գործով ինչա կարողանում անել, ինչ ռեսուրս ունի, ինչ հնարավորություն ունի, ինչ ներգրավվածություն կարող է ունենալ։ Այդտեղ բազմաթիվ էլի հարցեր կան, որը որ կարող է նաև ում հետ խոսալու հնարավորություն ունեն, ում հետ բանակցելու հնարավորություն ունեն։ Այսինքն քանի մարդ կարող են փողոցան այս շարքը բազմաթիվ է, բայց ես եթերից դուրս կարող եմ էլի տասնյակ ձեզ օրինակներ բերել, որը որ մեր պատկերացմամբ պետքա որ արվի, թե չէ ցանկություններ ունենալը, լավ ցանկություններ ունենալը։ Իսկ արդյոք պատճառն այն է, որ ուզում եք դուք առանձին պայքարեք։ Իսկ մինչև հիմա մենք Դե միասնական եք ընդդիմությունով պայքարել։ Մենք մինչև հիմա դրա մասին բազմաթիվ հայտարարություններ ունենք արած, նաև մենք ունենք շատ այսպես ասած հաջողված օրինակներ միասնական պայքարի եւ երբ որ ամեն ինչ մենք մի կողմ ենք դրել, նույն սրբազան պայքարի շրջանակներում այդքան քաղաքական ուժերը որ միացել են այն փուլում, որը որ շատ դժվար էր, ծանր էր եւ երկրում բոլորն ասում են, որ նախադրյալներ չկա, ժողովուրդը դուրս չի գալու փողոցման, այդ հեշտ ու հանգիստ է այդ ամեն ինչը տեղի ունեցել ձեր կարծիքով։ Ընդհակառակը ամեն մեկը իր ամբիցիան կողք կա դրել, ամեն մեկը նաեւ իր անձնական հակակրանքներն ու չգիտեմ տարաձայնությունը մի կողմ ա դրել, ասել ենք մենք պետք է իրար հետ շարժվենք, միասին շարժվենք։ Այս խնդիրը Հիմա էլ եք պատրաստ նույնը անելու։ Իհարկե։ Բայց կհաջողվի կարծում եք։ Մենք այն ուժը չենք, որ ասում ա, որ գիտեք ինչ կա, մեզնից բացի աշխարհ չկա կամ մենք այն ուժը չենք, որ ասել ենք ոչ մեկի հետ համագործակցելու հեռանկար չկա, իհարկե կա եւ այդ ինչի համար եմ ասում, որ սա մեկ ուժի, մեկ քաղաքական միավորի անելի գործը չի, որովհետև խնդիրներն ու խնդիրները մեր երկրում այնքան շատ են եւ Նիկոլ Փաշինյանի այս տոտալ այս հալածանքների, բռնությունների այս ֆոնին մենք կարող ենք այդ պատը ճեղքել միասնական ուժերի ներդրման, ասենք ամեն մեկը, ամեն մի միավոր պետք է 100%-անոց ներդնի իր կարողականությունը։ Միայն այդ դեպքում կարող ենք այս չարիքի իշխանությունից ազատվել եւ որևիցե մեկին ես նաև օգտվելով առիթից ուզում ասեմ, որևիցե մեկին վիրավորելու, որևիցե մեկին, այսպես ասած, ձեռք խառնելու կամ ասենք, չգիտեմ, ինչ որ բառապաշարով բանանելու, ես ոչ արել եմ, ոչ էլ պատրաստվում եմ անել, ընդդիմադիր դաշտում բոլոր են մարդիկ, որոնք որ իրապես պայքարում են այս իշխանությունների դեմ, մենք այդ մարդկանց հետ կռիվ տալու չունենք։ Մենք իրար հետ կռվելով, մենք իրար չգիտեմ, խարազանելով, իրար պախարակելով որևէ մի լավ տեղ չենք հասնելու եւ իմ կոչն է օգտվելով առիթից, որովհետեւ նաեւ սրա վրա ուզում են նաեւ իշխանությունները ձեռքերը տաքացնել, այդ հնարավորությունը չտանք այս իշխանություններին, էլի որ այդ կրակի վրա ձեռքերը տաքացնեն։ Ոչ մեկ վերջնական են, որ ասում է, վերջին ճշմարտությունը չի, մենք տենց իմաստության ակունքները չենք, յուրաքանչյուր մարդ իր պատկերացումներն ունի, տարբեր գործընթացներ եւ դա կարող ենք անել կոնսենսուսի միմյանց հարգելու եւ միմյանց ուրեմն նաեւ կարծիքներն ու նաեւ ծրագրերը, նաեւ նպատակները լսելու եւ իրար հետ փոխ լրացնելու։ Այդ է իմ կարծիքը։ Բայց Աղվան Վարդանյանը բավականին կոշտ արտահայտվեց, նա այդ շարժումը համարեց ավանտյուրա, եթե քայլերի հերթականությունը խառնում են, ասաց, որ շանտաժ է սա ընկալում եւ Էդգար Ղազարյանը շատ է լկտիացել եւ բարոյական չէ, որ իրեն մեղադրում են եւ ավելին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը այս ամենը լուրջ չի ընդունում։ Ես նորից եմ կրկնում, իմ կողմից շատ հարգելի եւ Աղվան Վարդանյանը եւ իմ գործընկերները բոլորի նկատմամբ ունեմ շատ մեծ ակնածանք, հարգանք, ամեն մեկը նույն Աղվան Վարդանյանն էլ էս երկրի այս պետության համար ծառայություններ մատուցած այն ինտելեկտուալ, այն հեղինակավոր մարդկանցից է, որը որ իմ համար շատ կարևոր առանցքային դերակատարություն ունեցող քաղաքական գործիչ է։ Նաև մարդիկ կան, որոնց որ ես հարգում եմ,
որոնք որ եւ տարբեր նախաձեռնություններով են հանդես գալի եւ ինդիմադիր դաշտում այսպես ասած իրենց պայքարն են տանում այստեղ պետք չի հակասություններ գտնել ամեն մեկը ունի իր տեսլականը ամեն մեկը ունի իր պատկերացումները ամեն մեկը ունի իր ծրագիրը բայց այստեղ ամենակարևորը հարգելի Հերմին է դա նայա թե որ ծրագիրն է ավելի արդյունավետ որն է ավելի միտված վերջնարդյունքին հասնել։ Հիմա աղբան Վարդանն ասաց, որ Ռոբերտ Քոչյանը ծանրակշիռ քայլերի է պատրաստվում, որոնք են դրանք։ Իմ խորին համոզմամբ սրա վերջնակետին հասնելու համար մենք պետքա այդ աշխատանքը տանենք ժողովրդի հետ, ժողովուրդն է որոշողը։ Ես ամեն օր այդ աշխատանքը տանում եմ։ Բայց փողոցային պայքար լինելու է թե ոչ, թե սպասելու եք ընտրություններին։ Ես կարծում եմ, որ փողոցային պայքար կլինի։ Առանձին։ Ես կարծում եմ, որ փողոցային պայքար կլինի, այդ փողոցային պայքարը պետք է ուժերի մեկտեղմամբ լինի։ Կարող է մեկը կարող է մեկը պայքարը սկսի, բայց այդ պայքարը երբ որ փողոցում պայքարը սկսվեց, ես կարծում եմ որևէ մի իրական ընդդիմադիր ուժ այդ թվում նաև մենք անմասն չենք մնալու փողոցային պայքարին մասնակցելու։ Մենք այս տարիների ընթացքում անգամ եթե ասենք նախաձեռնողը օրինակ Սրբազան պայքարի շրջան, որտեղ դա թարմ է, Սրբազան պայքարի շրջանակներում մենք էլ նույն ձև մասնակցել ենք, մեր գործընկերները տարբեր պատգամավորներ ընդգրկվել են այդ գործընթացի մեջ։ Շատ հրաշալի օրինակ է։ Եվ նորից եմ կրկնում, հենց որ պայքարը սկսի, ես կարծում եմ դա տեղի կունենա, դա կլինի ես դրա։ Բայց պայքարը երբ պետք է այդ դեպքում սկսվի։ Դե տպավորությունն է, որ բոլորը սպասում են ընտրությունների, պատրաստվում են ընտրությունների։ Ես օր ու ժամ չեմ կարող ասել։ Մենք տեսեք, այդպես տարի չի եղել, որ մենք պայքարի բովով չանցնենք։ Տես տարի չի եղել, որ փողոցային պայքար չլինի։ Հիմա անդիմությունը հիասթափվել է փողոցային պայքարի։ Ես խնդրում եմ նախորդ պայքարների, ուրեմն տեսանյութերը նայեք։ Մենք լուսաբանել ենք, կարիք չունենք նայելու։ Եվ ինչ եք տեսել այնտեղ։ Մեզ կարող է այնտեղ ինչ որ հանդիպած լինի։ Կարող է ինչ որ միտեղ ձեր աչքով մենք ընկած լինենք։ Այսինքն առնվազն 2 անգամ Տավուշի համար պայքարը սկսել ենք, ես չեմ գլուխ գովել չլինի։ Ես իմ գործընկերները, իմ ընկերները ամեն ինչ ներդրել ենք անձնական օրինակով։ Այո, բայց դա ոչ մեկ չի կասկածի տակ դնում։ Ես ուզում եմ ասել, որ թող ոչ մեկ էլ կասկածի տակ չդնի, որ ապագա պայքարներին մենք մեր ծանրակշիռ մասնակցությունը ունենալու ենք, անելու ենք մեզնից կախվածը, թե մեր առողջության հաշվին կլինի, թե մեր ձերբակալելու, կալանավորելու հաշվին կլինի, թե մեր կյանքի հաշվին կլինի, թող անպագորգոր բառեր չընչեն։ Մենք իրապես պայքարում ենք, մենք իրական պայքար ենք մղում եւ այդ իրական պայքարը նաեւ ենթադրում է, նորից եմ կրկնում, իրար նկատմամբ հնարավորինս հարգալից վերաբերմունք, որովհետեւ հենց որ փողոցային պայքարի ընթացքում միասին կռվում ես, միասին պայքարում ես, բարիկադների այս կողմը նաեւ մեկը մյուսի թիկունքներ պահում։ Ես հիշում եմ ուրեմն անցած տարի պայքարի ժամանակ ուժեր կային, որ ամենակոշտ քննադատությունը են իրար ենթարկել ամենակոշտ քննադատության, բայց մեկը մյուսի թիկունքներ պահում, որ չհարվածեն, եւ ես հպարտություն եմ զգում դրանից, ես ինձ շատ լավ եմ զգում դրանից, որովհետեւ իրականությունը դա է, իրականությունն է, գործով դիապացուցես այն ուժը, այն քաղաքական միավորը, որ գործով գետնի վրա կապացուցի իր տեղը, ինքն է առաջնորդը լինելու, ոչ թե ասելով, այլ իրապես գործով, իրապես մարդկանց համոզելով, մարդկանց հետ խոսելով, մարդկանց հետ աշխատելով, ի վերջո այդ մարդն է, որ պետք է քու կողքը կանգնի, որ այդ իշխանափոխությունը տեղի ունենա։ Եթե դու հարգում ես այդ մարդուն, եթե դու այդ մարդու դարդուցավով ապրում ես, այդ մարդու խնդիրներով ապրում ես, այդ մարդու հետ օր ու գիշեր անց ես կացնում, քրեակատարողական հիմնարկից մինչև, չգիտեմ, առաջնագից, այդ մարդու մոտ արդեն վստահություն ես ներշնչում, որ դու ընդամենը, չգիտեմ, ստատուս գրող չես, դու գետնի վրա աշխատող մարդ ես։ Եվ ես կոչ եմ անում իմ գործընկերներին, բոլորս քաղաքական դաշտի իմ գործընկերներին ավելի շատ աշխատել, ոչ թե մեկը մյուսի դեմ աշխատել, այլ աշխատել ոնց անել, որ այդ մարդկանց վստահությունը, սիրտը շահել, որ այդ մարդիկ գան, այդ 100 հազարավոր մարդիկ գան, փողոցները լցվեն եւ անհնազանդության ակցիաներ իրականացնեն,
Ստեղծվի այդ իրապես այդ երկիշխանությունը եւ այս դավաճանական վարչախմբին հեռացնեն։ Խոսենք նաև ձեր այցի մասին Շվեդիա, շատ քննարկվեց, որ դուք ամբիոնից քննադատում եք իշխանությանը, բայց հաճույքով գնում եք գործողումների, վերջերս Շվեդիայի եք գնացել քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշ պատգամավորների հետ։ Ես այդ ամբիոնից եւ քննադատում եմ, ինձնից ավելի շատ երևի թե քննադատող էլ չկա, հետո որ ինձ թիրախավորում է, թող իմ գործունեությունը բացի եւ նայի, ես նույն Շվեդիայի այն ամբիոնը, որ ինձ տրվել է օգտագործելու, նույն այդ ամբիոնը օգտագործել եմ Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը ներկայացնելու, ես նաեւ համազեկուցողներից մեկն եմ եղել, ես ներկայացնում եմ Հայաստանում տիրող իրավիճակը, բռնությունները, որ ենթարկվում են լրագրողները, քաղաքասարակության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, հետաքննող լրագրողները, քաղաքական գործիչները, պատգամավորները, մանրամասն զեկույց եմ ներկայացրել դրա մասին, եւ նաեւ զեկույց եմ ներկայացրել Արցախի մեր քույր եղբայրների իրավիճակի մասին, թե ինչ իրավիճակում են հայտնվել էթնիկ զտումից եւ ցեղասպանությունից հետո, երբ որ փախստականի կարգավիճակում թողել են իրենց տները, գերեզմանները, հայրենիքը եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջեւ։ Խնդրել եմ շվեդական կողմին շարունակել ֆինանսական աջակցություն արցախցիներին, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում եմ ունեցել, նաեւ խնդրել եմ իրենց նաեւ այն падգամավորներին, որոնք որ ԵԽԽՎ-ում են եւ այն падգամավորներին, որոնք որ ակտիվ արտաքին քաղաքականություն են վարում, խնդրել եմ եւ այդ կուսակցություններին եւ այդ կուսակցությունների ներկայացուցիչներին Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության հարցով ակտիվ քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա, որպեսզի օր առաջ կարողանանք մեր պատանդառնված մեր հայրենակիցներին եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը ազատ արձակել։ Նաեւ նշել եմ այն խնդիրների մասին, որ ունի այսօր ընդդիմությունը Հայաստանում, այսինքն այն խտրական վերաբերմունքը, որ ցուցաբերվում է ընդդիմության մասին, դոնթի բանաձևով մեզ հասանելիք, ընդդիմությանը հասանելիք, ուրեմն պորտֆելների մասին, այսինքն շվեդները նաեւ զարմացած էին մնացել եւ եթե օրինակ ես չգնայի միակողմանի ներկայացվելու էր այն ամեն ինչ որ հաճելի է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ես եմ գնացել ընդդիմությունից եւ նաեւ ձեզ ասեմ, որ ես հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ եմ։ Ես նաեւ ձեզ ուզում եմ հիշեցնել, որ շվեդական կողմը ինքն է ամբողջ ծախսերը հոգացել, Հայաստանի Հանրապետության բյուջեից գումար չի ծախսվել եւ օրինակ եթե ես չգնայի չներկայացնեի, շվեդական կողմը այս խնդիրների մասին չէր բանալու եւ նաեւ ուզում եմ նաեւ օգտվելով առիթից ձեր եթերից ասել, որ նաեւ իմ ընկերների հայ համայնքի ջանքերով առաջիկայում սպասվում է շվեդական падգամավորների այցը Հայաստան, տեղում խնդիրներին ծանոթանալու եւ բավականին մեծ աշխատանք է տարվում։ Դա առանձին աշխատանք է, որ տարվել է падգամավորների հետ, իսկ կոնկրետ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում շվեդական կողմը սեպտեմբերին իրենք են առանձին, դա իմ պայմանավորվածությունների հետ կապ չունի։ Առանձին իրանք են գալու այստեղ եւ նաեւ նախատեսվում է նորից էլի այդ Շվեդիա, այսինքն սա կարևոր մի գործընթաց է, որին կրկնում եմ, թվածս խնդիրների մասին այնտեղ բարձրաձայնելը եւ նաեւ որոշակի լուծումներ գտնելը, օրինակ Շվեդիան Կարմիր խաչի միջոցով եւ այլ ծրագրերի շրջանակներում օգնություն է տրամադրել, ես դրա համար շնորհակալություն հայտնեցի եւ նաեւ խնդրեցի եւ իրենցից էլ նաեւ նախնական պայմանավորվածություններ կան, որպեսզի շարունակի այդ ֆինանսով, ինչ վատ բան եմ արել, որ մի հատ քննարկման առարկա դառը, ինչն է դրա վատը, կարող եք նշել ինչ որ մի հատ հանգամանք, որով կաշկանդված, ասինքն ես որ իշխանության հետ գնում եք գործողման։ Ես շվեդական, ով ասաց որ ես իշխանության հետ գնամ, շվեդական կողմը հրավիրել է, ես է գնացել եմ իմ երկրի համար հարցեր եմ լուծել։ Վատա որ գնացել եմ իմ երկրի համար հարցեր եմ լուծել։ Այդ ասում են մարդիկ, որոնք որ երևի ծանր են տարել, որ ես բավականին նպաստավոր գործեր եմ արել իմ երկրի իմ պետության համար եւ պատրաստ եմ ծառայել իմ երկրին ու պետությանը։ Ինչ ոչ ԿՊ-ն է հրավիրել,
ոչ ԿՊՆ-ը իմ ծախսերը հոգացել, ասում շվեդական կողմը հրավիրելա, ես էլ հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ եմ։ Ինչի՞ պիտի չգնայի։ Կարող եք ինձ մի պատճառ ասել, որ ես օրինակ պետք է արհամարեի շվեդների հրավերը ու չգնայի։ Որն է դրա, ասենք պատասխանը որն է դրա։ Սենց ենք, սենց պետք է աշխատենք, ասինքն մենք միջազգային հարթակներում պետք է բան չանենք, ներկա չլինենք, չասենք, մեր երկրի համար չուզենանք մի լավ գործ։ Դրա առումով Հայաստան խմբակցությունը բավական ակտիվ է, շատ է գործուղումների գնում։ Գործուղում չէ, օրինակ ԵԱՀԿ շրջանակներում օրինակ նիստ էր ալնում, չգնա, ԵԽԽՎ-ում նիստ էր ալնում, չգնա, այսինքն ես տրամաբանություն չեմ հասկանում։ Կամ մենակ Հայաստան դաշինքն է գնում։ Ուրիշ ազգային ժողով խմբակցություն չկա, որ գնում է։ ԵԽԽՎ-ը գնում է նաև Հայկ Մամիջանյանը։ Դե չգնա, Հայկ Մամիջանյանը չգնա։ Այսինքն Հայաստան դաշինքի падգամավորները չգնան, օրինակ միջազգայնացիաներում բարձրացնել են խնդիրները, որ ծառացած է Հայաստանի Հանրապետության առջև։ Այսինքն գիտեք ինչ, մի հատ sense վատ տենդենցիա է գնում, էլի, եթե ես աշխատող падգամավոր եմ, ես ցանկացած հնարավորություն, որը որ ընձեռնվում է ինձ ի նպաստ բերել Հայաստանի Հանրապետությունը, ես անելու եմ դա եւ առաջիկայում էլ նորից եմ կրկնում այդ падգամավորների այցը, որը որ ես եւ իմ ընկերներն ենք նախաձեռնել Շվեդիայում բնակվող մեր հայրենակիցը, իդեպ նաեւ մեր հայրենակիցների հետ եմ հանդիպել Շվեդիայում մեր համայնքի հետ եւ բավականին լուրջ ծրագրեր ունենք մեր երկրի, մեր պետության խնդիրները նաեւ խնդիրների լուծման հետ կապված։ Առաջիկայում նաեւ այդ падգամավորները պատիվ կունենանք այդ падգամավորներին Հայաստանում դիմավորելու եւ նոր ծրագրեր, նոր նաեւ մտքեր ու գաղափարներ ունենք իրականացնելու եւ ես հուսով եմ նաեւ որ Բաքվում գտնվող պատանդառնված մեր հայրենակիցների ուղղությամբ իմ խնդրանքները նաեւ իրենք էլ շատ այսպես ասած շատ նորմալ ընդունեցին եւ կարծում եմ այս ուղղությամբ էլ իրենք ակտիվ գործողություններ կձեռնարկեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։